Քննարկում ենք հարց համար 27-ը Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում փոփոխություն եւ լրացումներ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի համար 2069 որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցազեկուցող կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան, համեցեք տիկին Անդրեասյան։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ներկայացվող նախագծով նախատեսվում է 2025 թվականի պետական բյուջեով կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 525 միլիոն 496 հազար 400 դրամի չափով, որի նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք դպրոցների շենքային պայմանների բարեկարգման համար։ Մասնավորապես նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել 1 դպրոցի 1 մասնաշենքի նորոգման աշխատանքների, 82 դպրոցի նորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության, չափագրության եւ նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության, 1 դպրոցի կառուցված մարզադահլիճի մասնաշենքի գազաֆիկացման, ինչպես նաեւ վերանորոգման ընթացքում գտնվող 21 դպրոցի համար հսկողության գումարների ապահովման համար։ Պետք է ավելի հստակեցնելով նշեմ, որ նախագծով նախատեսվում է 168.8 միլիոն դրամ հատկացնել Շիրակի մարզի Ազատանի միջնակարգ դպրոցի տարրական դասարանների համար նախատեսված մասնաշենքի նորոգման աշխատանքների ապահովման համար։ Պետք է նշեմ, որ միջին եւ ավագ դասարանների համար նախատեսված մասնաշենքը արդեն իսկ կառուցել ենք, նոր մասնաշենք կա, բայց որպեսզի դպրոցը ունենա ամբողջական միջավայր, հիմա անհրաժեշտություն է առաջացել նորոգել դպրոցի մյուս մասնաշենքը, որը կառուցվել է շուրջ 20 տարի առաջ։ Եվ այս նախագծով հատկացվում են այս ուրեմն աշխատանքների համար անհրաժեշտ գումարների մի մասը։ Նախագծով նաև նախատեսվում է 310 միլիոն դրամ հատկացնել 82 դպրոցների նորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության, չափագրության, նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության ձեռքբերման համար։ Պետք է հիշեցնեմ, որ 300 դպրոցների ծրագրի շրջանակներում մենք ընտրել ենք նորոգման ենթակա 121 դպրոցներ, որոնցից 21-ում արդեն ընթանում են աշխատանքները, ընդ որում որպեսզի պարզ լինի, խոսքը այստեղ ամբողջապես նույն ստանդարտը միջավայրը կրթական ապահովելու մասին է, որում ներառված են անհրաժեշտ այնպիսի աշխատանքներ, ինչպես օրինակ սանհանգույցների, հատակի, տանիքի, ներքին հարդարման, ըստ անհրաժեշտության պատուհանների, եթե կան որոշ հարցեր ջեռուցման, կոյուղու հետ կապված լուսավորության, նաև տարածքի բարեկարգումը, որտեղ որ հնարավորությունները դպրոցի տարածքը ընձեռում է, նաև արտաքին մարզահրապարակներն են կառուցվում եւ այս աշխատանքները 121 դպրոցներում պլանավորված են, 21-ում արդեն իրականացվում են եւ 82-ի համար այս անհրաժեշտ աշխատանքների միջոցներն ենք հատկացնում, իսկ 21 դպրոցները, որոնց մասին արդեն նշեցի, որ ընթացքում են, այստեղ էլ լրացուցիչ գումարներ ենք տալիս, մասնավորապես շինարարական աշխատանքների հսկողության եւ մի շարք այլ նպատակներով 22.4 միլիոն դրամի չափով։ Նաև նախագծով ֆինանսավորում ենք 21.8 միլիոն դրամի չափով Լոռու մարզի շինարարությունն ավարտված կամ 25 թվականին ավարտվող 14 մանկապարտեզների գույքի ապահովման համար։ Մանկապարտեզներից 10-ում շինարարական աշխատանքները ավարտված են, 4-ում կավարտվեն այս տարի, դրանք իրականացվել են սուբվենցիոն ծրագրերով եւ այժմ կառավարության կողմից գույքի գումարի հատկացումը հնարավորություն կտա, որպեսզի մանկապարտեզները շահագործվեն ունենալով ամբողջական պայմաններ։ Խնդրում եմ հաստատել, շնորհակալություն։ Շնորհակալ եմ տիկին Անդրեասյան, ըստ էության մենք մեր պրակտիկայում ունենք 4 կատեգորիա շինարարության ոլորտին վերաբերվող, թերևս մենք ունենք կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում, նորոգում։ Հիմա ես ինչքան հասկանում եմ, այս ծրագրով մենք ինչ-որ տարբեր կոմպոնենտներից բերում ենք եւ մի փոքր այլ տրամաբանություն ենք ուզում ներդնենք այն դպրոցներում, որտեղ առանց նոր շենք կառուցելու հնարավոր է առնվազն տեսանելի ապագայում կրթական process-ը հնարավորինս մոտեցնել այն ստանդարտներին, որոնք մենք ներդնում ենք մեր նորակառույց դպրոցներում։ Ճիշտ եմ հասկանում այս խնդիրը։ Հիմա հաջորդ հարցը ժամկետի հարցն է։ Պարզ է, որ արդեն ասացիք, որ 21 դպրոցում սկսվել է,
բայց հիմա մենք իրատեսական համարում ենք, որ մի տարվա ընթացքում, այսօրվանից սկսած մի տարվա ընթացքում, մի տարի մենք կկարողանանք այս ծրագիրը իրականացնել։ Համեցեք, պարոն Խաչատրյան։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, այո, մենք երեկ էլ աշխատանքային քննարկում ենք ունեցել այս հարցի կապակցությամբ, պարոն վարչապետ, հատկապես ուշադրություն դարձնելով են հանգամանքին, որ ցանկումներ արված 120 նորոգվող դպրոցները բոլորը պետք է ավարտված նորոգվածներ մինչև 2026 թվականի ամռան ամիսները, որպես սեպտեմբերին արդեն այդ դպրոցներում հնարավոր լինի նոր միջավայրում դասապրոցես կազմակերպել, ավելին ասեմ, այն 21-ը, որոնք Տիկին Անդրեասյանը նշեց, դրանցից առաջին 5-ը մենք կարող ենք արդեն հունիս-հուլիսին հիմնանորոգված տեսնել, ինչը նաև մեզ պետք է վստահություն տա, որ ճիշտ ճանապարհով ենք ընթանում, պարոն վարչապետ, ձեր զեկուցելու առիթ ունեցել եմ այս հարցի կապակցությամբ, սա մեզ համարել է փորձ, որպեսզի հասկանանք, թե ներդրումները, որ կատարում ենք այսպիսի դպրոցներում, որքանով են ծառայելու մեր նպատակին, հուսով ենք, որ այո, եւ առաջին մեր եզրակացությունները նրա մասն են, որ հենց այդպես է լինելու է, բայց մենք կկարողանանք արդեն ամռանը տեսնել, ընդ որում այս դպրոցները նաեւ հագեցած են լինելու ամբողջովին նոր գույքով, ինչպես նոր կառուցվող դպրոցներն են ապահովում նոր գույքով, այդտեղ Տիկին Անդրեասյանի հետ քննարկել ենք նաեւ, որ պատվերները գույքի արագացնենք այնպես, որ մինչև տարեվերջ կարողանանք թվով 100 դպրոցներ։ Մենք այս տարեվերջին արդեն թվով մոտավորապես 80-ից 100 նորոգված դպրոցներ կունենանք։ Եվ մենք կկարողանանք դրանց օրինակով որոշել, թե այս պրակտիկան որքանով է ճիշտ շարունակել, թե պետք է ասեմ, որ այս հնարավորությունը սահմանափակ է։ Մեկ կարևոր բան եմ ուզում հիշեցնել, մենք շատ մեծ դժվարությամբ ենք գտել այդ 120 դպրոցները, որոնք կարելի է նորոգել, որովհետև ցավոք նորից մնացած դպրոցների շենքերը չեն գտնվում այնպիսի վիճակում, որովհետև կարելի է նորոգման աշխատանք կատարել։ Սա մենք համոզված ենք, որ եւ այս վերջին քննարկումները ցույց են տալիս, որ ճիշտ ճանապարհ է, բայց սահմանափակ է։ Մեր հաջորդ ծրագիրը, հաջորդ 300 դպրոցների ծրագիրը ամենայն հավանականությամբ վերաբերել է ամբողջովին նորերի կառուցմանը, որովհետև այս ռեսուրսը արդեն սպառված է լինելու։ Այստեղ, ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի, ըստ էության, այո, եւ այս մեր 4 հարկանի ծրագրերը նորոգում, հիմնանորոգում, վերակառուցում, կառուցում, մեզ առիթ տվեց, որ մենք մեր դպրոցական տնտեսությունը մի հատ ճանաչենք։ Ու ճանաչեցինք էլի դառնությամբ, բայց մյուս կողմից իմացանք։ Հիմա այլևս ես ճիշտ եմ, չի հասկանում, որ ըստ էության մենք մեր դպրոցների ամբողջ ցանցը հատով գիտենք բոլոր շենքերի իրավիճակը։ Եվ հիմա մի կողմից մենք եկել ենք համոզվել, որ մեր 300 դպրոց ծրագիրը ըստ էության պետքա դառնա գրեթե բոլոր դպրոցներ ծրագիր։ Այսինքն մենք պետքա այս ընթացքում կառուցենք, սովորենք կառուցել որակով, սովորենք կառուցել ժամանակին եւ պետք է հանրապետության բոլոր դպրոցները հիմա այս հիմնանորոգվածները իրանց հերթը կգա այն ժամանակ նորոգվածները, երբ որ այս նորոգումը արդեն մաշած կլինի եւ թեմա կբացվի հաջորդ փուլով ինչ անել, բայց մեր ստրատեգիական պլանը պետք է այն լինի, որ միջև այդ չնայած դա իրատեսական էլ չի, ծավալը մեծ է, միջև այս դպրոցներին հասնելը այն մյուս դպրոցների հարցը պետք է լուծենք։ Այսինքն պարոն Խաչատրյանի ասածը, եթե նորից ձևակերպեմ, հետեւյալն է, որ մենք ուզում ենք հիմնանորոգման ենթակա դպրոցներ գտնել եւ պրոբլեմա, որովհետեւ դպրոցների մեծ մասում առնվազն մասնագետները խորհուրդ են տալիս, ասում են միջնաժամկետում ավելի ճիշտ է այս շենքը ուղակի քանդել, նոր շենք կառուցել, որովհետեւ այն ներդրումը, որ մենք անելու ենք, նախ մի հսկայական մաս ծախսվելու է ուղակի շենքի ամրացման համար, իսկ այդ ծախսերով կարելի է արդեն նոր կառույցի առնվազն մի զգալի մասը անել եւ երկարաժամկետում էլ դա չի ծառայելու, հետեւաբար մենք գնում ենք այս ճանապարհով եւ նաեւ շատ կարեւոր հանգամանք է, որ այո, սրա արդյունքում այս բոլոր դպրոցներում մենք կունենանք մեր ստանդարտին համապատասխան սանհանգույցներ, դասասենյակներ, գույք, լաբորատոր գույք եւ այլն եւ այդպես շարունակ։ Ձեր դիտարկումը, պարոն Խաչատրյան, շատ տեղին եմ համարում։ Այս ծրագրի առաջի դպրոցները հնարավորինս շուտ գնանք նայենք իրար հետ, որովհետեւ եթե ինչ որ թերություններ լինեն,
նույնիսկ ված չի լինի 1-2 տեղ չսպասենք ավարտվի, հնդածած մի հատ գնանք շինարարների դպրոցի ղեկավարության հետ շփվենք, տեսնենք ինչ տպավորություններ կան, մի փուլ էլ կգնանք արդեն պատրաստի։ Անօգուտ չի լինի գնալը, շինհրապարակա, բայց շինհրապարակից էլ արդեն ինչ-որ բաներ երևում են։ Եվ ես հրապարակ եմ այն դպրոցների ցանկը, որոնց վերաբերյալ հիմա որոշում են կայացնում։ Արագածոտնի մարզում Թալինի ավագ դպրոց, Մաստարայի միջնակարգ դպրոց, Արագածի թիվ 2 միջնակարգ դպրոց, Բազմաղբյուրի միջնակարգ դպրոց, Ուշիի միջնակարգ դպրոց, Արարատի մարզում Հովտաշենի միջնակարգ դպրոց, Բաղրամյանի միջնակարգ դպրոց, Խանջանի միջնակարգ դպրոց, Նորավանի միջնակարգ դպրոց, Ալաշկերտի միջնակարգ դպրոց, Մեծամորի միջնակարգ դպրոց, Արմավիրը չասեցի, հա, ոնց որ մարզը։ Արարատ ուրեմն Հովտաշենը եւ Բաղրամյաններ, Արմավիրում Խանջանի միջնակարգ դպրոց, Նորավանի միջնակարգ դպրոց, Ալաշկերտի միջնակարգ դպրոց, Մեծամորի միջնակարգ դպրոց, Արմավիրի Նորակերտի միջնակարգ դպրոց, Քարակերտի թիվ 2 միջնակարգ դպրոց, Արմավիրի թիվ 2 հիմնական դպրոց, Գեղարքունիքի մարզում Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոց, Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոց, Վարդաձորի միջնակարգ դպրոց, Ձորագյուղի միջնակարգ դպրոց, Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոց, Ծովակգյուղի միջնակարգ դպրոց, Ծակքարի միջնակարգ դպրոց, Ակունքի միջնակարգ դպրոց, Լոռու մարզում Ղուրսալիի միջնակարգ դպրոց, Ծաղկաբերի միջնակարգ դպրոց, Գյուլագարակի միջնակարգ դպրոց, Վարդաբլուրի միջնակարգ դպրոց, Լեռնանցքի միջնակարգ դպրոց, Լեռնավանի միջնակարգ դպրոց, Լուսաղբյուրի միջնակարգ դպրոց, Վանաձորի բնագիտամաթեմատիկական դպրոց, Գոգարանի միջնակարգ դպրոց, Լեռնապատի միջնակարգ դպրոց, Կաթնաջրի միջնակարգ դպրոց, Սպիտակի թիվ 3 հիմնական դպրոց, Արևաշողի միջնակարգ դպրոց, Աղթալայի թիվ 2 միջնակարգ դպրոց, Վանաձորի թիվ 22 հիմնական դպրոց, Կոտայքի մարզում Ձորախբյուրի միջնակարգ դպրոց, Գառնու ավագ դպրոց, Մրգաշենի միջնակարգ դպրոց, Արզնիի միջնակարգ դպրոց, Շիրակի մարզում Աշոցքի միջնակարգ դպրոց, Ազատանի միջնակարգ դպրոց, Գյումրիի թիվ 9 հիմնական դպրոց, Գյումրիի թիվ 5 հիմնական դպրոց, Գյումրիի թիվ 31 հիմնական դպրոց, Գյումրիի թիվ 30 հիմնական դպրոց, Նոր կյանքի միջնակարգ դպրոց, Գյումրիի թիվ 45 միջնակարգ դպրոց, Գյումրու Օյունջան վարժարան, Անուշավանի միջնակարգ դպրոց, Վահրամաբերդի միջնակարգ դպրոց, Հառիչի միջնակարգ դպրոց, Հայկավանի միջնակարգ դպրոց, Արևաշատի միջնակարգ դպրոց, Կառնուտի միջնակարգ դպրոց, Լեռնակերտի միջնակարգ դպրոց, Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 7 հիմնական դպրոց, Մուսայելյանի միջնակարգ դպրոց, Այգաբացի միջնակարգ դպրոց, Բերթավանի միջնակարգ դպրոց, ներողություն, Այգաբացով Շիրակը ավարտեցինք, Տավուշի մարզում, Բերթավանի միջնակարգ դպրոց, Թեղուտի միջնակարգ դպրոց, Տավուշի միջնակարգ դպրոց, Բերթի թիվ 3 հիմնական դպրոց, Իջևանի թիվ 4 հիմնական դպրոց, Սարիգյուղի միջնակարգ դպրոց, Կապանի թիվ եւ Սյունիքի մարզում, Կապանի թիվ 8 հիմնական դպրոց, Սիսյանի թիվ 4 հիմնական դպրոց, Գորիսի թիվ 5 հիմնական դպրոց, Շվանիձորի միջնակարգ դպրոց, Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց, Ձագիկավանի միջնակարգ դպրոց, Աճանանի միջնակարգ դպրոց, Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոց, Քարահունջի միջնակարգ դպրոց, Վայոց ձորի մարզում, Վայքի ավագ դպրոց, Երգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց, Մալիշկայի թիվ 2 միջնակարգ դպրոց, Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոց, Երևանի թիվ 100 արդեն Երևանում, Երևանի թիվ 101 հիմնական դպրոց, Երևանի թիվ 71 հիմնական դպրոց։ Նորոգման ընթացքում են գտնվում հետևյալ 21 դպրոցները՝ Արարատի մարզի Հնաբերդի միջնակարգ դպրոց, Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոց, Արմավիրի Այգեկի միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի Վաղաշենի միջնակարգ դպրոց, Լոռու մարզի Ագարակի միջնակարգ դպրոց, Լոռու մարզի Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոց, Վանաձորի թիվ 9 հիմնական դպրոց, Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոց, Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոց, Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոց, Շիրակի մարզում Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց, Գյումրիի թիվ 41 հիմնական դպրոց, Գյումրիի թիվ 38 հիմնական դպրոց, Գյումրիի թիվ 32 հիմնական դպրոց, Գյումրիի թիվ 28 հիմնական դպրոց,
Գյումրիի թիվ 11 հիմնական դպրոց, Փանիկի միջնակարգ դպրոց, Գյումրիի թիվ 20 հիմնական դպրոց, Գյումրիի թիվ 23 հիմնական դպրոց եւ Տավուշի մարզում Բերթի ավագ դպրոց եւ Կայանի միջնակարգ դպրոց։ Սրանք էին այն դպրոցների ցանկը, որոնց աշխատանքները ֆինանսավորում ենք։ Խնդրեմ Տիկին Անդրեաս։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, մի բան էլ կուզեի ընդգծել, այս դպրոցների ցանկում կային դպրոցներ, որտեղ մենք արդեն մարզադահլիճ ենք կառուցել օրինակ, եւ այս պահին ամբողջացնում ենք աշխատանքները, այսինքն կարգի ենք բերում մնացած ուսումնական մասնաշենքերը, եւ կուզեմ նաեւ ընդգծել, որ վերանորոգման ցանկում ընդգծված որոշ դպրոցներ ունենք, որտեղ օրինակ մարզադահլիճը կամ հանդիսությունների սրահը բացակայում է, ի սկզբանե չի եղել շենքում ներառված, եւ մենք այս խնդիրն էլ ենք հասցեագրելու հաջորդ փուլում, այսինքն որտեղ որ դրա կարիքը կա, դա էլ կառուցվելու է։ Շատ լավ, կան այլ դիտարկումներ։ Չկան։ Ըստ այդմ դրվում է քվեարկության հարցը, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։